Ողջույն շատ հետևորդներ, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Փակ TV շրջանակներում։ Էզոտերիկայի աշխարհում ամեն ինչ փոփոխության մեջ է։ Այն ամենը, ինչ տեսել եք դուք եւ լսել եք, երբեմն կարող է դառնալ ամենաանհնարին տարբերակը։ Միշտ չէ, որ ձեր տեսածը, ձեր լսածը կամ անհաջողությունները կարող են լինել Փակի եւ ինչ-որ մեկի աշխատանքի հետևանքով։ Ձեր մտքերը եւ կառավարում եք դուք ինքներդ այդ ժամանակ ավելի շատ ծանրացած է, քան թե դուք ինքներդ կարող եք պատկերացնել այս լավ ամառային եղանակներին։ Հիմա կասեք ինչի մասին է խոսքը։ Դեռևս շատ հին ժամանակներից ամառը եղել է սև էներգետիկայի ամենաուժեղ ժամանակահատվածը, երբ որ կինը իրականում բացվում է, իսկ տղամարդու աչքերը կուրանում ու այդ ժամանակ սկսում է հետապնդում սև էներգետիկայի բացման։ Իսկ ինչ է պետք Հայաստանում, մենք ունենք այն բոլոր բույսերը, ծառերը, մարդիկ, որոնք կարող են անել այդ ամենը։ Սակայն կա մի շատ կարևոր փաստ, պաշտպանություն, որը որ դուք կարող եք ստեղծել ինքներդ մի քանի տարբերակներում։ Այսօր խոսում ենք էզոտերիկայի Փակի եւ սևի մասին, ինչպես նաեւ մատրիցան, ինչպես կարող է փոխել ձեր անձնականը եւ ձեր հարցերը կարող է արդյոք մատրիցայի միջոցով, թվերի միջոցով կարողանա փոխվել ու դառնալ հստակ ու որոշիչ։ Դե ինչ, առաջին 1708-1994 առաջին հարցը կգտնեմ երեխայիս։ Նմանատիպ հարցեր այսօր Հայաստանում դեռևս շատ են ծավալվում ու շարունակում են գտնել փնտրել իրենց երեխաներին, սակայն սա այդ ոչ թե պատերազմական հետևանք է, այլ 18 տարվա պատմություն, որի ժամանակահատվածում երեխան կորել է անհայտ ծննդատնից եւ մինչեւ այսօր ծնողը չի կարողանում գտնել։ Եվ այսպես, ըստ մատրիցայի 8 1 13 եւ 4 Ցավալի լուրով պետք է սկսեմ, բայց դեռ այս էներգետիկան ձեզ բաց չի թողում, որպեսզի դուք ավելի շատ շուտ նմանատիպ հարցերի որոշում գտնեք եւ կարողանաք հստակ պատասխանեք, բայց կարող եմ ասել մի շատ կարևոր բան. ձեր երեխան ձեր աչքի տակ է։ Հեռավորությունը այդքան է մեծ չի։ Այն ճանապարհը, որ անցնելու եք ու անցնում եք, դեռևս 2 տարի կսպասվի ու ձեր երեխան վստահաբար կգտնվի։ Բայց ինձնից խորհուրդ, այդ երեխայի հոգեբանության վրա չազդեք, որովհետև այդ երեխան դեռևս ոչինչ չգիտի։ Նա տղա երեխա է։ Շագանակագույն աչքերով, ու ապրում է շատ լավ ընտանիքում։ Այսինքն երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառվել, ընդհակառակը հաջողակ ու շատ զարգացած երեխայի ընտանիքում է ապրում։ Իդեպ ասեմ, ինքը ինչ որ տեղով նաև հայտնություն է, որովհետև ես իրան տեսնում եմ սպորտի աշխարհում ու բարձունքներ հասած մարդ։ Հաջորդը 2401-1992 ամուսնություն կա։ Հարգելիներս, նմանատիպ հարցերին շատերը պատասխանում են, կա արդյոք ամուսնություն, կամուսնանամ թե չէ, իմ վրա գենետիկ ժառանգական թուղթուկիր կա թե չկա, այդ հարցերը շատ է տանջվում մարդկանց, սակայն այսօրվա դրությամբ կան սև ճակերտավոր մոգեր, որոնք շատ են փորձում ձեզ աշխատել դրա վրա ու դուք չամուսնանաք կամ ձեր երբ որ բաժանում եք ինչ-որ մարդու հետ կմիանամ կաշխատեմ, էլի իր այդ կրեմ։ Հարգելիներս, նմանատիպ հարցերի ժամանակ ամենաառաջինը գիտեք ինչն է պետք, որ ես ձեզ կարողանում օգնեմ, իրան մտովի հանգիստ թողելը։ Երբ որ մարդու էներգետիկան դուք հանգիստ եք թողում, չեք խոսում դրա մասին, գիշեր ցերեկ չես մտածում այդ մարդու մասին, քո ուղեղով իր էներգետիկան չես սևացնում, շատ կարճ ժամանակահատվածում այդ միացությունը կարա լինի, բայց այսօրվա մեր կանայք ինչպիսին են։ Եթե իմնա ուրիշինը չպետք է լինի, զացեպ կա լինում, հետևում են, անընդհատ այդ մարդու ուղեղի վրա աշխատում են, ներվայնացնում են, բնականաբար տղամարդը պետք է թողի գնա ուրիշ կնոջ մոտ այդ իր հանգիստը վայելելու։ Այդտեղից առաջանում է սիրուհի, ձեր ասված սիրուհին ունենալը։ Բայց դուք երբևէ չեք մտածում, որ տղամարդուն դուք ինքներդ եք դրդում դրան անելու համար։ Ու նույնն է տղամարդը, երբ որ այն հարաբերությունը, որը որ անում է ուրիշ կնոջ հետ,
Եթե անի իր կնոջ հետ, այդ կինը կյանքում իր վրից չի թռնի։ Այդ իսկ պատճառով հետևեք ձեր էներգետիկային, ձեր մտքերին, դուք ինքներդ մեկ սևացնի։ Բայց տվյալ աղջկենոջ մոտ ամուսություն կա, այո ամուսություն կա, 6, 1, 1, 2։ Ուրեմն իր մոտ լինելու է 12-ը, 12-ը ամսի 6-ին, այսինքն դեկտեմբերի 6-ին դուք ձեր ամուսնության հարսանիքի օրը հաստատ կունենաք, այսինքն նորությունը, որը որ պետք է ունենաք, շփումը վստահաբար ասում այս տարվա 12-ին, 12-րդ ամսվա ամսի 6-ին ձեր ամուսնությունը անպայման կլինի։ Հաջորդը տունս քանդվում է 07 10 1961 7 1 1 7 Դե բնականաբար կազդի, որովհետև ձեր մոտ գործում է հայլու էներգետիկան։ Այսինքն դա ինչ է իրենց ներկայացում, որ համ սկզբից, համ վերջից, երբ որ թվերը համընկնում են ու ժամանակահատվածը վերում է հակառակ ուղղության, դա հայլու թուղթուգրի էներգետիկան է։ Ձեր վրա արված թուղթուգիրը արել է տիկին Արմինեն, ով ձեր տուն ներկապահին շարժ չունի։ Արել է այնպես նրա համար, որպեսզի ձեր տղան իրեն բաց չթողնի, թեև ինքը տարիքով է, ունեցել են հարաբերություն։ Ներկապահին ստացված իրավիճակը ձեր ընտանիքում այնպեսին է, որ ձեր տղան նույնիսկ ալկոգոլի և թմրամիջոցի ազդեցություն ունի, որի պատճառով ոչ այս կողմ եք լինում, ոչ այն կողմ ու անընդհատ տարբեր խոսակցություն, խանգարող իրավիճակ, ֆինանսի գողություն ու ամբողջական փոփոխություն է լինում։ Եթե նայենք այստեղ ամբողջական տարբերակով 7-1-1-7, այսինքն ստեղ հիմնական տարբերակները հայելին է, որը որ ձեզ չի թույլ տալիս ինքը գնա առաջ, այսինքն ստեղ մենք ունենք ներկապային շատ բարդ իրավիճակ, որը անհանգստացնում է ու տալիս է ձեզ շատ վատ էներգետիկա։ Ինչա պետք առաջին հերթին ամենաառաջի տարբերակը ձեզ օգնելու, վերցնում եք խոշոր աղ, վերցնում եք 2 մեծ ասեղ, սև կոպեկ, պարտադիր սև մետաղադրամ, որովհետև սև մետաղադրամի մեջ կա շատ մեծ էներգետիկա, ինքը չի արտացոլում։ Հայլին վերցնում եք, խոշոր աղը լցնում եք իրա վրա, 2 ասեղները զուգահեռ հակառակ ծերերով դնում եք վրան, որից հետո 2 մետաղադրամները դնում եք իրանց մեջտեղ ու ասում եք. «Այն ինչ որ ինձ արել են, իրանց հետ գնա»։ Ոնց որ հայլինա էներգիա տալիս, ոնց որ աղնա ցավը հանում, ոնց որ ասեղնա ցավ ծակոց ու լույս բերում, արևի լույսի մասին է խոսքը, ոնց որ ես եմ վճարում քո էներգետիկայի համար, այնպես էլ իմ բարին հետ բեր։ Ամեն տվյալ ամեն։ Անպայման այս տարբերակը արեք, որպեսզի ձեզ համար շատ մեծ հաջողություն բերի ու որոշակի ձեր ընտանիքում լարվածություն անցնի, մինչև դիմեք մասնագետի եւ անպայման նա կօգնի ձեզ։ Հաջողակ օրերն եկանք մեր շատ սիրելի հետևորդների սպասված շատ ոգևորված օրերի մասին։ Այս ամսվա հաջողակ օրերն են 1-ը, 4-ը, 7-ը, 8-ը, 13, 19, 20։ Այս մարդիկ, ովքեր ծնված են այս ամսվա կամ ունեն այսպիսի օրեր, որոնք ինչ-որ առիթի են, ինչ-որ գործնական է կամ ինչ-որ մի բան, աշխատեք այս օրերի հետ, որովհետև ձեզ բերում է հաջողություն։ Անհաջողակ օրերն են 2-ը, 6-ը, 5-ը և 9-ը, 24-ը։ Այս օրերը ձեզ համար ծանր օրեր լինելու, որովհետև մագնիտական ուժի էներգետիկան այս օրերին շատ ուժեղ է, այնպես որ հետևեք այս խորհրդին և մի պլանավորեք ձեր բացական օրերը կամ ձեր առհասարակ օրերի հետ կապված ինչ-որ գործողություններ, իսկ մնացած օրերը, որոնք չասեցին, դրանք նեյտրալ օրեր են։ Ամսվա հաջողակ գույներն են կարմիրը, օրանժը, կանաչը և կաթնագույնը։ Եթե ուզում ես ունենալ հաղթանակ, լինել տեսանելի, այսինքն միշտ ուշադրության կենտրոնում, չվերցնել ուրիշի էներգետիկան քո վրա, անկախ նրանից դու էներգետիկ վամպիր ես թե ոչ, չվերցնես ուրիշի բացասական երևույթը եւ շողաս, հասնես ինչ-որ հաջողության, ունենաս ավելի թեթևոր, ապա կրիր քո վրա
կրկնում եմ կարմիր, օրանժ, կանաչ եւ կատնագույն գույներով հագուստ կամ ինչ-որ պայուսակ իր ցանկացած իր։ Եվ ամենակարևորը, այս ամսվա ամենամեծ խորհուրդը նկարում է նրանում, որ այս կարմիր գույնի մենք քանի որ գտնում ենք գալակտիկայի շատ մեծ խառը ժամանակաշրջանում ու այս գալակտիկան խառը ժամանակաշրջանից մենք ունենալու ենք բազմաթիվ գլխացավեր, նյարդային համակարգի լարվածություն բոլոր մարդկանց հետ, ուշադիր եղեք, ձեր մոտ ունեցեք պարտադիր ցանկացած արծաթե իր, դա ձեզ կպաշտպանի հետագա սթրեսներից։ Եթե կունենաք ինչ-որ հարցեր, կթողեք մեկնաբանություն ձեր հարցերը, մենք անպայման կվերցնենք, պատասխանենք ձեր հարցերին հաջորդ եթերի ընթացքում։ Իսկ այսօր այսքան ձեզ հետ Արման Այվազյանն էր, կհանդիպենք հաջորդ անգամ Փակ TV շրջանակներում։ Մնացեք բարյավ։